Բարև ձեզ սիրելի սյունեցիներ, սիրելի գորիսեցիներ, սիրելի արցախցիներ, ինձ համար միշտ մեծ հաճույք է լինել Գորիսում և շփվել ձեզ հետ։ Գիտեք, առհասարակ մեր բնավորության մեջ մի քիչ չորություն կա և ինչպես իմ գործընկեր Սևակ Խաչատրյանն էլ ասաց, մենք ավելի շատ գործին ենք ուզում հավատալ, քան կեղծ խոստումներին, կեղծ հայտարարություններին։ Մենակ եկեք հասկանանք, այդ որ առավոտից իրիկում լաչարությամբ հայտարարում են, որ ես ձեզ սիրում եմ, դրա արդյունքը ո՞րն է լինում։ Դրա արդյունքով մենք նոր տարածքներ ենք կորցնում, մեր պետությունը ավելի փոքրանում է, մենք ավելի շատ զոհ ենք տալիս և ավելի շատ զիջումներ ենք իրականացնում։ Եվ ինչքան Նիկոլ Փաշինյանը սրտի կա ցույց տալիս հայ ժողովրդին, այնքան մեծ զիջումներ է իրականացնում մեր ժողովրդի շահերի հաշվին և շուտով կարող է նույնիսկ Ադրբեջանում ազգային հերոսի կոչում ստանալ։ Այդքան շատ է սիրում ինքը հայ ժողովրդին, որ շուտով կարող է Ադրբեջանում էլ նրան ազգային հերոսի կոչում տան, որովհետև մինչև հիմա ինչ արել է, բացառապես Ադրբեջանի շահերից ելնելով է դա արել։ Սիրելի ժողովուրդ, վաղը Հայաստանի Հանրապետությունում իբր տոնակատարություն են հայտարարել, ռազմական շքերթ են իրականացնելու, թե բա տեսեք ինչ բանակ ունենք։ Հիմա տեղ գյուղում նստած մարդը ինչ մտածի։ Նայելու է հրապարակում շքերթ է, Պապիկյանը կանգնած այսպես խրոխտ ելույթ հավանաբար կունենա, բայց հետո չի տեսնելու, որ ադրբեջանական դրոշը մեր երկրի տարածքում է։ Բայց շքերթ ինչի համար եք անում։ Բայց այդքան ուժեղ բանակ ունեք, ձեր ուժեղ բանակի վճռորոշ նախադասությունը այն ա եղել, որ ջերմուկում ադրբեջանցիները կսողոցանան կգնան։ Բայց կարա պաշտպանության նախարարը կամ գլխավոր շտաբի պետը նման հայտարարություն արի։ Բայց ռազմական շքերթը ում համար եք անում։ Այս մարդիկ ապրում են բացառապես սելֆիներով, տեսարաններով։ Ինչպես ժամանակին հիշում եք, սուերը բերեցին $100 միլիոն, վատնեցին այդ գնման վրա, պատերազմի ժամանակ ինչ եղան այդ սուերը։ Լավ, մեզանից յուրաքանչյուր այդ հարցը պետք է տա, չէ՞, շքերթը որ անում եք ու շատ լավ է, մեր բանակը միայն պետք է ուժեղ լինի, միայն պետք է հզորանա։ Բայց ո՞նց է ստացվում, որ մեր երկրի տարածքները շարունակում են օկուպացված մնալ։ Իսկ որևէ հայտարարություն չկա, որ այդ տարածքները պետք է վերադարձվեն, ճիշտ հակառակը։ Ասում են մենք տարածքներ, Ադրբեջանը տարածքներ ունի, որ պետք է դեռ իրենց վերադարձվեն։ Լավ, ո՞նց է ստացվում, որ դուք ասում եք բանակը այդքան ուժեղացրել եք, զրոյից չգիտեմ ինչ բանակ եք կերտում, բայց մենք Ադրբեջանում դեռևս ունենք ռազմագերիներ։ Ո՞նց է տենց ստացվում։ Մենք իրականում այստեղ գալիս տաթևով էինք գալիս, ճոպանուղի նստեցինք և Ռուբեն Վարդանյանի մասին ենք խոսում, հիշում ենք իր կատարած աշխատանքը։ Բայց եթե մենք այդքան հիմա այս ռազմական շքերթը ցույց եք տալիս, ո՞նց է որ չեք կարողանում մեր գերիներին վերադարձնել։ Մեր բոլոր ռազմագերիները պետք է վերադարձվեն։ Մեր բոլոր ռազմագերիները պետք է վերադարձվեն։ Մենք սա չենք ասելու սելֆիների համար, չենք ասելու կեղծ պոպուլիզմի համար, պետությունը այդպես են պահում, պետությունը չեն պահում սրտիկներով, չեն պահում դոշին կպցրած քարտեզով։ Այո, սիրելի քաղաքացիներ, տեսնում եք մենք մեր շորերին չենք կպցրել Հայաստանի Հանրապետության քարտեզը։ Կպցրել են մարդիկ, ում օրոք մեր տարածքներն օկուպացվել են։ Իսկ նախագահ Քոչարյանի օրոք մի սանտիմետր տարածք Հայաստանի Հանրապետությունից օկուպացված էր, ոչ, պաշտպանված սահմաններ ունեինք ու նաև խաղաղություն էր։ Հիմա ինչ է իրենց հիմնական թեզը, որ եթե մենք չլինենք, կլինի պատերազմ։ Բայց դա ում օրոք է եղել այդ պատերազմը։ Այս իշխանության օրոք չի եղել։ 3 պատերազմ բերած իշխանությունը անամոթաբար ասում է, որ եթե մենք չլինենք, կլինի պատերազմ։ Սա ուղղակի խայտարակություն է։ Հետո իսկապես էլ այդ անդադ մտածում եմ վաղ ռազմական շքերթի մասին, ես պատկերացնում եմ ինչպիսի տեսարաններ են փորձելու ստեղծել։ Ու հետո ուզում եմ, որ մենք տեսարանից բացի լսենք, թե նաև ինչ խոստումներ են տալիս այս իշխանությունները։ Ինչ են խոստացել, փաստացի։ Սովորաբար գնում են ընտրությունների լավ բաներ խոստանալով, չէ՞, այս մարդիկ բաց ասում են, որ մենք վերընտրվենք նոր տարածքներ են հանձնելու։ Իդեմս Տիգրանաշենի, Տավուշի որոշ տարածքներին, ասում են, որ մենք ընտրվենք եկեղեցի քանդելու ենք, Ադրբեջանի պատվերով սահմանադրություն ենք փոխելու, չեն էր թաքցնում, զարմանալի բան է, չէ, առաջ ինչ-որ գործողություն անում էին, փաթեթավորում էին, ինչ-որ լավ անվան տակ, հիմա չեն էր թաքցնում, ասում են գանք, անելու ենք։ Հիմա մեր պատասխանը պետք է լինի այն, որ հունիսի 7-ին վերջնականապես մերժենք այս իշխանություններին, ընտրենք այն իշխանության, ով իր փորձով այն մարդկանց, ովքեր իրենց փորձով ցույց են տվել, որ կարող են երկրի սահմանները ամուր պահել,
զարգացնել տնտեսությունը եւ արժանապատիվ կեցվածք ցույց տալ միջազգային հանրության առաջ։ Այդպիսի իշխանությանը արժանի մեր ժողովուրդը։ Ես մի նախադասություն էլ ասեմ ու ավարտեմ։ Ինձ ամենաշատը մեր քաղաքացիների հետ հանդիպումներում գիտեք ինչն է գալիս։ Այն վճռականությունը, որ ես տեսնում եմ ձեր մեջ։ Պետք է անկեղծորեն ասեմ, որ տարիների ընթացքում բազմաթիվ մարդիկ հետ կանգնեցին իրենց պայքարին ցավոք սրտի։ Շատերը ընկրկեցին դժվարությունների առաջ, բայց այն համոզմունքը, որ ես տեսնում եմ ձեր մեջ, այս տարիների անցած պայքարում, ինձ միայն ուժ է տալիս մտածելու, որ այս ժողովուրդը անհնար է իրեն այնպես նվաստացնել, ինչպես հիմա Ալիևը անում է Նիկոլ Փաշինյանի հետ։ Նիկոլ Փաշինյանի փոփոխությամբ մեր ժողովուրդը իսկապես վերականգնելու է արժանապատվությունը։ Այո, մեր հավաքներին չէին գալիս մարդիկ, ովքեր վարչական ռեսուրսով պետք է գան։ Չեն գալիս տիպողաբար ուսուցիչներ, որ հետո դուրս գանելու բողոքեն ասեն, դե լավ ոնց կարելի է այսքան ստիպել։ Ոչ, մեր մոտ գալիս են, մեզ հետ գալիս են մարդիկ, ովքեր խորը համոզմունք ունեն, ովքեր սիրում են իրենց երկիրը, ովքեր համոզված են, որ երկիրը պետք է ավելի ուժեղ լինի եւ մեր երեխաներին ավելի անվտանգ եւ մրցունակ պետություն ժառանգի։ Ու ես ուզում եմ ձեզ հատկապես դրա համար շնորհակալություն հայտնել։ Գիտեմ, որ այստեղ կարող են շատ այլ մարդիկ լինեին, ովքեր այսօրվա իրականացվող տերորի արդյունքում չեն կարողանում գալ, բայց ես ուզում եմ ասել, որ որևէ կերպ չհուսահատվեն։ Նույնիսկ եթե ԿՊ-ն ասում է պետք է ինձ ընտրեք, ասեք հա ձեզ կընտրենք, 8 տարի այս իշխանությունները ոնց են ձեզ խաբել։ Մի անգամ էլ իրենց դուք խաբեք, ասեք հա ձեզ կընտրենք, բայց հունիսի 7-ին ընտրատեղամասում դուք լինելու եք ինքներդ ձեզ հետ եւ թույլ չտաք, որպեսզի ձեզ մեղսակից դարձնեն Արցախի հանձնմանը, մեր սահմանների մկրատմանը, թույլ մի տվեք, որ ձեզ մեղսակից դարձնեն այն նվաստացմանը, որ մենք հիմա տեսնում ենք Բաքվի բանտերում։ Իսկապես ոտքի կանգնեք ու մենք հատկապես Սյունիքում ենք այդ սյունեցու արժանապատվության, ձգության ապացուցենք, որ մենք իսկապես շատ ուժեղ երկիր ենք լինելու, անվտանգ երկիր ենք լինելու, մրցունակ երկիր ենք լինելու, որովհետև մենք այդ ժողովուրդն ենք ու այդպիսին լինելու ենք միասին։ Ժողովուրդ միասին։ Շնորհակալ եմ շատ։